չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգագի դուր հարցերով 15 թվականին մեր նահատակվածներին եւ քննեի հարցերը որքին գործնեության այս տաների ընթացքում։ Դուք դատապարտում եք օրյա պատերազմից մինչև այսօր։ Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոշի որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար։ Ոնց հարց։ Ասում եմ հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ոնց կարող հարցականների հարցնի ցեղասպանությունն է։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տենում։ Եվ մենք որպես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականա գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74,113 վիրավոր եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահվում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի զավականի հանդիպում են։ Դա հակասում է ճանաչման գործընթացին։ Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության հայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային դրանք դատապարտեցին այդ գործով։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա էր, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրից ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապված։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Դե իրանց քթին է, իրանց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ Նախորդի դուք չեք Իրան գիտեն։ Կամ քննադատել եք Դրոշ վառելու։ Ընդհանրապես ջահերով Նախորդ տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ Հարց եք տալիս, լսեք հայ բալամ։ Դրոշ վառել միշտ եղել է եւ Դա իրանց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պետք է մեկ քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ Մենք պահանջատիրությունից չենք ընդ, հա՞։ Խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջները։ Մենք մեր գործընթացի մեջ ենք, որ պետք է ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն դեր համար դատապարտելի է դա։ Ես չեմ դատապարտում, ես այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է ես որպես արչիվիստ Ինձ հարց ունես տալու իմ գործնեության շրջանակներում։ Որպես ձեր թիմակից ասում եմ եթե ես վերընտրվեմ պատմական արդարության վերական հանրակարգից հրաժարվում եմ, դուք սա ինչպես եք ընկալում, ինչ է դա։ Ժամանակը ցույց կտա։ Պարոն Միքայելյան ասաց, քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն, Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել է։ Ոչ, այդ սուտ է, ես գիտեմ այդ Բայց որից ես։ Արբանյակն է ստում։ Որ ասում եմ դա սուտ է եղել, ես այնտեղ կանգնած եմ, մեր տեղ երկրապահը մեծ թվականակով կանգնած է։ Նման բան չեղել։ Այդ հորիներն ու նման բաներին պիտի վերջ տան։ Դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Խելոք լինենք, չմնանք, գաղափարապես խելոք լինենք։ Հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն։ Ժամանակը, դրա համար եմ ասում, պետք է մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հարցվի ավարտին։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որ անցել է թշնամու։ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ պիտի իրանք հետ տան։ Ջերմուկն է, դա Արցվաշենն է, բավար չտանը հետո կերվա, եթե համախմբվածներն են չեն կարա չտան։ Դուք եք կարծում որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժողովուրդ ջան, մի գործընթաց հասկացեք քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացեմ ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, գնելով հապկանտամ, դաշնակից պետություն։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծն Ռուսաստանի կազմ, որը ես ընդդիմում Երբ չենք եղել Ռուսաստանի կազմում չի, բա ինչի։
Բա ոնց ենք։ Դա ինչ է։ Այսինքն անկախ Լավ, պետություն լավ, չենք դու ունեցել։ քիչ խոսքս վերջացնեմ։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել ենք, եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահման ունենք, ինչև էս։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, այն Ուրա, ես լավ եմ կրում։ Իներով հաղթեցի, ես ավելի լավ եմ տինում։ Այն սահմանի որտեղ որ դու կանած եք պետական սահման, այդ չի։ թվում ընդհանրապես մեր ժողովրդի նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով։ Որովհետև մենք հզորի։ Նելսեք, երկրապահը, ազատամարտիկները, բոլոր այն տղեկ, ովքեր են ժամանակին զենք վերցին, Վազգեն Սարգսյանը բոլորի համախմբեց, մենք հզորինք։ Մենք մեր գործը փալուն արել ենք։ Մի րոպե, մենք մեր գործը փալուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի հրամանատարության ներքո։ Այսօր նույն գործն անում է երկրապահ Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականագներ չեմ ուզում ասել, դու գիտես որ ադրբեջանական սահմանները վերցնեն, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականագներ շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք որ Հիմա դասեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես լսի, եթե հզոր ես եղել, ամեն ինչ էլ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սաքսեր կասես, խելոք լինենք, ես վստահ ենթարկում եմ, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմաններում ունեցած պետություն, հետագայում ժամանակը ցույց կտա։ Նայեք, Իսրայելը Ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։